Եվ այսպես ուշադրություն, որտեղ է փոքրիկ Տիգրանի հետքը գնում եւ ինչպես է այն ավարտվում։ Խոսել են փրկարար ծառայության աշխատակիցները, նաև հայտնել են հատուկ վարժեցված շների գործողությունների մասին, թե ինչպես են նրանք ընդհանրապես աշխատում եւ նաև այս պայմաններում, երբ որ կա անձրևային եղանակներ, որը կարող է նպաստել, որ շները չկարողանան ճշգրիտ գտնել հետքը։ Փրկարար ծառայության աշխատակիցները հավանական տարբերակներից մեկը հայտարարեցին, որ երեխան կարող է դեպի գետը գնալ իրենց տան բակով, իրենց այգով, այդպես գնալ եւ դուրս գալ դեպի գետը, որտեղ իհարկե կան խոչընդոտներ, որ երեխան պետք է ինչ-որ բաների վրայով բարձրանա եւ անցնի։ Իհարկե անհնարին խոչընդոտներ չեն դրանք, բայց ըստ էության այնպիսի խոչընդոտներ են, որ երեխային կխանգարեն։ Հավանական տարբերակներից մեկը նա էր, որ երեխան ճանապարհով է գնացել դեպի գետը, քանի որ ինքը խաղացել է ճանապարհի վրա, որտեղ որ նաև գտնվում էին իր պապիկը եւ հայրիկը բեռնատար մեքենայի վրա աշխատանքներ էին իրականացնում, եւ նրանք նաև շեշտել են, որ իրենք երեխային չեն տեսել, որ երեխան գար եւ անցներ իրենց կողքով, բայց նաև չգիտես, եթե երեխան անցներ իրենք կնկատեն երեխային, որովհետեւ չես կարող ասել, թե այդ պահին ինչ աշխատանքներ էին կատարում եւ ինչքանով էին ուշադրություն սևեռում ճանապարհին։ Վստահ լինելով, որ երեխան գնացել է տուն, իրենք բնականաբար կարող էին արդեն ավելի ուշադիր լինել իրենց աշխատանքի վրա, քան ճանապարհի վրա։ Հատուկ վարժեցված շները, երբ որ հոտոտել են երեխայի հագուստը, գնացել են դեպի գետի ուղղությամբ, բայց քանի որ անձրևային եղանակներ են, անձրևից հետո հետքերը մաքրվում են, ինչպես հայտարարում է փրկարար ծառայությունը, չի կարելի այստեղ արդեն ենթադրել, որ շները հաստատ ճիշտ ուղղությամբ են գնում, այսինքն գետը ընկնելու վարկածը ինչքան հնարավոր է, այնքան էլ անհնարին է։ Բայց այս պայծրությամբ բնականաբար միակ վարկածն է, ուրիշ կասկածանքի աղբյուրներ, տեղիքներ մտածելու որևէ այլ բան մարդու մտքով չի անցնում։ Փրկարար ծառայությունը մեր բոլորից ավելի շատ խելացի է, նման դեպքերի փորձառություն ունեն, իրենք բացի փորձառությունը անցել են համապատասխան կրթություն եւ իրենք գիտեն նման իրավիճակներում ինչը ինչից հետո է գալիս։ Մենք չենք, որ նստելու ենք ու խորհուրդներ տանք իրանց եւ մենք պետք է ուղղակի վստահենք այս մարդկանց աշխատանքին, որոնք այս պայմաններում մի քանի տասնյակ մարդիկ գտնվում են գետի մեջ, մի քանի տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մարդիկ գետի ափերով են քայլում, ամեն մի թուփ ստուգում են եւ տարվում է շատ մեծ աշխատանքներ, բայց ցավոք սրտի այս երեխայի առեղծվածը շարունակվում է, շատ ծանր էր այս դեպքը ամբողջ հանրության համար, ամբողջ հայ ժողովուրդը տխրել է եւ համապետական ու համազգային նշանակություն ունեցող իրադարձություն է սա, շատ ցավոտ առումով ամբողջ ընտանիքի անդամներին, ամբողջ հայ ժողովուրդը ցավակցում է այս դեպքի կապակցությամբ, անկախ նրանից երեխան կգտնվի թե չի գտնվի, միևնույն է այս 7 օր առանց երեխայի կրկին ցավալի դեպք է եւ անդադ վատ մտքերով նաեւ որոշ մարդիկ փորձում են այս առիթով խարդախություններ իրականացնել, կեղծ տեղեկատվություններ տարածելով ընտանիքի մասին։ Նրանց համար շատ բարդ վիճակ է, բայց մենք վստահ ենք, որ աշխատանքներ իսկապես տարվում են եւ իրականությունը շատ շուտով բացահայտվելու է, թե որտեղ է անհետացել այս երեխան, որը շատ կարևոր է ամբողջ հայ ազգի համար։ Եվ այսպես ուշադրություն շարունակվում է երեխայի որոնողափրկարարական աշխատանքները, որին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ, հազարավոր այլ մարդիկ, որոնք կամավոր օգնում են 7-րդ օրն է երեխան չի գտնվել։ Եվ ինչպիսի սարսափելի դեպք է տեղի ունեցել այս ոչ պակաս իհարկե սարսափելի դեպքի ֆոնի վրա, այն տեղեկատվությունները, թե իբր մարդիկ զանգել են երեխայի հորը, պապիկին եւ ասել են, թե իբր երեխան իրենց մոտ է, հետո ոստիկանությունը բացահայտել է, որ նրանք հոգեկան հիվանդներ են եղել, այդ տեղեկատվությունը երեխայի հայրը հերքել է, ասել է, որ նման բան չկա։ Այդ տեղեկատվությունը առաջին անգամ տարածել էր Ժողովուրդ օրաթերթը,
որից հետո համացանցում է տարածվել եւ նաեւ մենք ենք հայտնել դա, հաշվի առնելով, որ դա մի դեպք է, որի մասին չես կարող երբևիցե որևէ բան հորինել, չես կարող որևէ չճշտված տեղեկատվություն տարածել, մենք հավատացինք, որ միգուցե իսկապես եղել են հոգեկան հիվանդներ, որոնք կարող են զանգել, բայց միևնույն ժամանակ ինչքան հավատացինք, այդքան էլ չէինք ուզում հավատալ, որ այս պահին կարող են զանգել հորը կամ պապիկին ու ասել, որ երեխան ողջ է եւ իրենց մոտ է, բայց ինչքան պետքա մարդ ստոր լինի, որ այս ծանր վիճակում այդ մարդկանց մասին նման կեղծ տեղեկատվություն ամբողջ համացանցով մեկ ողողի եւ բոլորը արդեն այդ տեղեկատվությունը տպել էին եւ այդ լրագրողները չեն հարգում ոչ երեխայի կորուստը, այս մարդկանց վիշտը, որ կարելի է լռել, կարելի է ինչ-որ ժամանակ կրկին վերադառնալ քաղաքականություն եւ հանգիստ թողնել սովորական մարդկանց, որոնք առանց այդ էլ շատ ծանր վիճակում են, դուք եք պակաս, որ մի հատ սենց ձեր հետաքրքրությունները փորձեք լրացնել հորինվածքներով, թե ով ինչ է արել, ով ում է զանգել, ով ինչ կարար աներ, ավելի այս պատմությունը սարքեք առեղծվածային, միստիկ, սարսափելի եւ կարծես ֆիլմի ինչ-որ սցենար սարքեք, որ մարդկանց համար ավելի հետաքրքիր լինի, բայց այստեղ հետաքրքրություն պետք չի որոնել, սա երեխայի ճակատագիր է, որը չգիտես կործանվել է, թե դեռևս հույս կա, մենք ուղղակի կոչ ենք անում հեռու մնալ այս ընտանիքից, այս ընտանիքի մասին աշխատեք որևէ այլ բան չգրեք, նաև ընտանիքի հայրը հայտարարեց, որ արգելում է այս ընտանիքի մասին չճշտված տեղեկատվություններ գրել։ Դուք կարող գրեք ձեր կարծիքը, բայց դուք չեք կարող անել մի բան, որը չի եղել ուղղակի։ Ասում եմ, երեխայի հորը զանգել է։ Երեխայի հայրը ասում է, ինչ չեն զանգել, եւ այս ծանր վիճակին ես համացանցում կարդում եմ նման տեղեկատվություն, ավելի եմ նյարդայնանում եւ պատկերացնում եք այդ մարդու հոգեվիճակը մտնում է համացանց ու անհեթեթ ինչ-որ հայտարարություններ է կարդում, նաեւ մեկնաբանությունների բաժիններում տարբեր նյութերի տակ այս դեպքի վերաբերյալ մարդիկ անհասկանալի բաներ են գրում, մեկը ասում է հարևաններն են գողացել, մյուսը ասում է երեխային ուրիշ գյուղից են եկել տարել, մյուսը ասում է գետը բավականին հեռու էր տնից, այդ ամենազավեշտալին է, որ ասում է գետը հեռու էր տնից, ասում է 2 տարեկան երեխան չէր կարող այդքան գնալ դեպի գետը, 2 տարեկան երեխան, որը ըստ ծնողների բավականին ակտիվ երեխա էր, այո, կարող էր գնալ դեպի գետը, գյուղ մտած բոլոր մեքենաները, բոլոր մեքենաներում եղած բոլոր մարդիկ ոստիկանների կողմից ուշադրության են հրավիրվել, խուզարկվել են մեքենաները եւ այդ մարդիկ հարցաքնվել են, ինչը որ ենթադրվում է, որ այդ ժամանակահատվածում երեխան գյուղից մեքենայով դուրս չի եկել։ Իսկ հարևանների մասին կարող ենք ասել, որ մի քանի տուն է, մեծ գյուղ չի։